Քննչական կոմիտեն այսօր խուզարկություն է կատարել փրկարարծառայողների աշխատանքը, փրկարարծառայողների ներգրավել այս աշխատանքին, որպեսզի ջարդի սեյֆը եւ տեղից դուրս բերի ազատ Արցախ թերթը։ Երևանում Արցախի ներկայացությունում 5 ժամ ընթացող խուզարկության հետքերն է ցույց տալիս փաստաբան Ռոման Երիցյանը, ինչ էին այստեղ կեսօրից փնտրում քննիչները։ Քննչական կոմիտեն առայժմ չի պարզաբանում։ Փաստաբանն էլ շատ փաղագծեր չբացեց, հայտնելով միայն, որ կոտրված չհրկիզված պահարանից դուրս բերված ազատ Արցախ թերթն ու դատարկ թղթապանակները շենքում են թողել, արգրավել են համակարգիչները։ Մնացածը ինչ արգրավել են, ես կարծում եմ դրանք վարույթի համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող։ Քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում էր խուզարկությունը, ըստ փաստաբան Ռոման Երիցյանի նախաձեռնվել է 2025 թվականի հունիսին եւ կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Բայց Երիցյանը ավելի քան վստահ է, սա քաղաքական հետապնդման եւ արշավի շարունակություն է։ Պատահական էր արդյոք, որ երեք հենց այս շենքում լսումներ էին հրավիրել, որի ժամանակ էլ արցախցիները հայտարարեցին. Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրենց իրավունքից հրաժարվել չեն պատրաստվում։ Հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները խորհրդարանական լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն։ Մեզ համար ակնհայտ էր սկզբանե, ամեն ինչը կապված էր երեկվա լսումների հետ։ Սա այն մեսիջներն է, որոնք որ մենք ստանում ենք Հայաստանի իշխանություններից, չեն բացառում, որ հետագայում այդ ամենը շարունակական բնույթ կկրի։ Արցախի պետական ինստիտուտները հանգիստ չեն տալիս Հայաստանի իշխանություններին։ Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ու պետնախարարի պարտականությունները կատարող Նժդեհ Իսկանդարյանը պնդում են այսօրվա խուզարկության հիմքը քաղաքական է։ Գործը սակայն, ինչպես փաստաբան Երիցյանը նշեց, տնտեսական հիմքով է հարուցվել։ Հունիսից մինչև հիմա քրեական վարույթի շրջանակում Երիցյանի տեղեկություններով հարցաքննվել է Արտչիմբանկ ընկերության տնօրենը։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատարանի որոշումը խուզարկության անձամբ ես չեմ արձանագրում եւ չեմ հասկանում առհասարակ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրի հետ։ Ով է իրավաբանական անձը, փաստաբանը հրաժարվեց նշել, սակայն խոսքում ակնարկեց դատարանը իր որոշման հիմքում դրել է կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Փաստաբանը հրաժարվեց մանրամասնել ինչ ցուցմունքի մասին է խոսքը։ Ակնարկեց միայն, որ այսօրվա խուզարկությունը կարող է օգտագործվել այլ նպատակով։ Ոչ միայն հնարավոր է նոր վարույթներ տեսնենք, այլ նաև հնարավոր է, որ սրանք ներկայացնեն որպես ճակերտավոր իրավական գործողություններ, որոնք իրականացում են այլ քաղաքական հետապնդումների համատեքստում։ Որ քաղաքական հետապնդումների համար դուք այսօր Սամվել Կարապետյանի անունն եք նշել։ Արդյոք այդ դրա մասին է խոսքը։ Այս պայդրությամբ ես կրկնում եմ գրավոր զգուշացվել եմ նախաքննական ինձ հայտնի դարձած տվյալները չհրապարակելու մասին։ Արդեն այդ բովանդակությամբ հայտարարությունները ես կատարել եմ։ Ինչ վարույթի շրջանակներում, ինչ փաստական տվյալների հիմք ընդունելով է դատարանը կայացրել նման որոշում եւ ինչ վարույթի շրջանակներում են փորձել այս ամեն ինչը օգտագործել։ Փորձել, բայց այդ փորձը չի հաջողվել։ Սամվել Կարապետյանն է ինչ որ բան ասել։ Ոչ, ընդհանրապես դա բացառեք Սամվել Կարապետյանի մասով օրինակ կարող էին այստեղ գալ եւ փնտրել, չգիտեմ, Ստեփանակերտի այդ հանրապետական հիվանդանոցի համար ինչ գործողություններ է ինքը ձեռնարկել, ինչպիսի գործողություններով է օժանդակված եղել այդ ամենը եւ ինչու են այդ ամենը արել արցախցիների համար։ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բացի բարեգործական փաստաթղթերից ոչ մի բարեգործական գործողությունների վերաբերելի փաստաթղթերից ոչինչ այստեղից չեն կարող գտնել։ Այնուամենայնիվ հիմքում ի թիվս այլոց դրված է նաեւ այդ հանգամանքը, ես դա եմ ասել։ Հիմա դրանից ըստ իս կարելի է հետեւություն կատարել, որ փորձել են նաեւ այստեղից ինչ որ, չգիտեմ, այնպիսի բան հայտնաբերել, որ կարող են օգտագործել այդ վարույթի շրջանակներում։ Սա մեկ եւ երկրորդ երեկվա խորհրդարանական լսումների ընթացքում հուսաբանված այդ տեղեկությունները կամ հայտարարությունները, որոնք կատարվել են մեր ներկայացուցիչների կողմից, ավելի քան ակնհայտ է, որ դուրեկան չէին Հայաստանի Հանրապետությունում ներկայումս իշխանություն զբաղեցնող։ Խուզարկության նախորդ օրը, երբ Լեռնային Ղարաբաղի ներկայացությունում բարձրացնում էին վերադարձի հարցը,
Գերմանիայում վարչապետ Փաշինյանը վտանգավոր թեմա անվանեց սա։ Ավելին Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ այսօր եւս Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ շտապել խուզարկության լուրը ստանալուն պես վստահ է, այս իրադարձությունները ունեն հստակ պատճառահետևանքային կապ։ Այս գործողությունները ամբողջությամբ տեղավորում են այդ ապօրինի վարքագծի մեջ։ Անկախ նրանից, թե հետագայում քննչական կոմիտեին կամ տարբեր պաշտոնյաներ ինչ կհնչեցնեն, շատ ակնհայտ փաստ է, որ այսօր բոլորիս աչքի առաջ է։ 5 ժամ խուզարկությունից հետո ձերբակալվածների մասին տեղեկություն չկա։ Փաստաբանը իրավական հիմքեր չի էլ տեսնում, սակայն հետագա ավելի կորտ զարգացումներն էլ չի բացառում։